Ողջույն սիրելի հետևորդ, սա վլոգ է իմ ճամփորդության մասին, որը ինձ տարավ Վալենսիա քաղաք, որն էլ հետագայում դարձավ իմ մշտական ապրելու վայրը, չնայած այդպես չպետք է լիներ սկզբնական շրջանում։ Այստեղից արդեն դուք կարող եք տեսնել, թե ինչպես սկսեց, սա դեռ Հայաստանում եմ, ինչպես ասում են ռուսերեն, ничего не предвещало беду, но оно началось։ Ամեն ինչ այստեղ լավ է, պայծառ է, գունավոր է, ես սպասում եմ, որպեսզի գա իմ ինքնաթիռը, նստեմ ու գնամ։ Հայաստանում իրականում ամեն ինչ շատ հեշտ է, շատ պարզ է, այս պահին կադրերում ժպտում եմ իհարկե, բայց շատ մեծ տխրություն կա, որովհետև դեռևս այդ ժամանակ էլ չէի գիտակցում, որ գուցե երկար ժամանակով եմ հեռանում երկրից եւ շատ դեպքերում կարոտելու եմ այս վայրկյանները, այս րոպեները, մարդկանց, ովքեր ինձ բերեցին, հասցրեցին օդանավակայան, ինչևէ, իմ գեղեցիկ ճամփորդությունը սկսվում է եւ արկածները դեռ առջևում են, ձեզ հետաքրքիր հոլովակ է սպասվում, այնպես որ հանգիստ տեղավորվեք, հարմար տեղավորվեք ձեր տեղերում եւ սկսեք դիտել այն, ինչ ընդհանրապես չպետք է լիներ իրականում իմ ճամփորդության մեջ ու պլանավորված չէր բացարձակապես։ Երկար ժամանակ առաջ եմ սա նկարել, բնականաբար մոտավորապես 2 տարի առաջ էր ու ես անընդհատ հետաձգում էի այս հոլովակի մոնտաժելը, որովհետև չէի տրամադրվում, որովհետև այստեղ շատ էմոցիոնալ ֆոն կար, որովհետև այս այն պահերն է, որ ես լքում եմ Հայաստանը ու դեռ երկար կարոտելու եմ ու հիմա առավել շատ եմ կարոտում, բայց այսօր ուժ գտա իմ մեջ մոնտաժելու եւ այս հոլովակը հրապարակելու, այնպես որ բնականաբար սրանք 5 կադրեր են մոտավորապես 2 տարի առաջվա եւ հուսով եմ, որ ժամանակը այդքան շատ բան չի փոխել, անկեղծ ասած մտածում էի, որ մի օր կանեմ հոլովակ, որ հետ եմ գնում Հայաստան ու միասին կանեմ, բայց ինչպես տեսնում եք, բավական երկար ժամանակ է ինչ հետաձգվում է իմ Հայաստան գալը ու այդպես ես հեռվից Վալենսիայից անում եմ այս վլոգը, դե արդեն տեսնում եք ինքնաթիռ, որը որ մոտենում է գեյթին եւ հենց այդ Տրանսավիայի ինքնաթիռն էլ ինձ սկզբում տարավ Փարիզ եւ հետո մեկ այլ Տրանսավիայի ինքնաթիռ ինձ տարավ Փարիզից Վալենսիա, բայց դուք նայեք ամբողջ հոլովակը, որովհետև շատ հետաքրքիր արկածներ են սպասվում հոլովակում։ Դե ինչ գնացինք։ Այստեղ իրականում շատ ուրախ եմ, որովհետև իսկապես այդ ժամանակ դեռ մտածում էի, որ ես թվում եմ Վալենսիա որպես տուրիստ, այլ ոչ թե որպես մշտական բնակության եւ իրականում Վալենսիայում մնալու եւ ապրելու գիտակցումը ինձ մոտ եկավ առնվազն 1 ամիս հետո, անգամ ոչ այն ժամանակ, երբ որ ես իսկապես որոշեցի, որ ուզում եմ ապրել Վալենսիայում։ Առաջիններից նստած մարդ։ Самолет шарфует. Madame, monsieur, bonsoir. L'ensemble de l'équipage a le plaisir de vous recevoir à bord de ce Boeing 737-800 de la compagnie Transavia et déviation Air France-KLM. Terror-տիտիկներ։ Nous nous assurons de votre confort, mais Yes, surtout de terror votre տիտիկ։ sécurité à destination de Paris-Orly-Terminal 3 que nous avons droit à
voyage. Ժողովուրդներ Ladies and gentlemen, good evening. The entire crew of Vaplis to welcome you aboard the Boeing 737 Transavia, a Bombardier France Québécois. We're here to ensure comfort and safety during this flight. Bombardier France Québécois. The entire crew wish you good evening, goodbye and take care. հասել եմ տրակածանի, վեշերովանի, լղկտրածանի, քայլումա գեյթով բախտներս բերեց, որոշեցին, որ մեզ բան կբերեն, զրտիկից կբերեն, որ իջնենք ոչ թե ավտոբուս, ինչու շատ հաճելի է սատկածանի, որը չի քնել, որովհետև քունը չի տարել։ Ներս մտանք, Օրլիում ենք, պասպորտը վերցրեցինք, ու մեր մոտ էր էլի, ով նորից գնում ենք վեշերը վերցենք, որ շատ վռազան լինում է, առաջինն իջնում եք ես եմ, նու տենց բոլորը, իջել եմ ու վեշ չկա, չկան վեշ, չկան, սպասենք։ Սատկածանի ոլերգու, մի քիչ ավելի լավ վիճակում էի մի քիչ առաջ, հիմա սատկած, ասում եմ երկրորդ փուլը, այսենց վեշերով այս անգամ ինձ ճանապարհեցին, այսենց հիմա գնում ենք, ահա որ վատ եմ, հիմա ցույց տամ ձեզ հերթը, դուք որ պատկերացնեք, թե ինչ հերթ է այնտեղ, վեշերը ստուգելու, 7 ժամ ստուգում էին, հանել տվեցին բոլոր հնարավոր լիկվիդները, բոլոր հնարավոր տուխիները և զրտիկները ու պրտիկները, 7 ժամ քանդում էի վեշերս, կարճ ասած, նոր վեշերը նորից դասավորածանին, քայլում եմ Փարիզի օդանավակայանով, այսպես գզգզված մասերով, հեչին է լնի, ահա որ հոգնած ազատում, ու դեմքը սարսափելի վիճակում, այսպես քայլում ես, մեկ էլ վերջապես գտնում ես համդին, համին, և վերջապես հասկանում ես, որ քո երանելի են գտար, կողքը մեկա էֆել կա, բայց սյոտուկի դու են գտել ես, ու գնում ես քո եի մոտ, վերջապես, դուրս կորուց այսքան բարդ չեր ես անտերը, վսյա, նորից ենք շարժվում, դեռ ոչինչ չի նշանակում, որ դու հասել ես եին, որովհետև վսյա իշո, վպիդիդի, հլը տեսնանք Վալենսիան որտեղ է, թռնում, ու դուց հաթարնա Վալենսիան, E06, E09, E11, հիմա պիտի նայես թվովդ որն է Վալենսիա թռնում, ուրեմն հիմա նայեք, ես արդեն մի 15 րոպե է հələ որ քայլում եմ, որ գնամ իմ գեյթ, ու ստեղ ծերից երևում է արդեն իմ գեյթն դե 14-ն է, մենք ստե մի պահ կամ կկառնենք, սենց հասեմ, ավելի գզգզված անի, ավելի գզգզված վեշերով, մի 7 անգամ գրքին քանդել տվեցին, որ ասում էի, քանդել են տվել, այնց հետո էլի քանդել տվեցին, սենց հասեմ Փարիզի օդանավակայանում կողմնորոշվելու համար, պետք է կամք, ուժ, եռանդ, ջատագովություն, համբերություն, սեր և ողորմածություն առ ամեն, մինչև գազ գտնես ամեն բան։ Ուրեմն ժողովուրդ, արագ-արագ պատմում եմ արկածները, մի նայեք դեմքից ծխկված, կարևորը որ արկածներս պատմեմ։ Ուրեմն պարզվեց իմ ձեռքից հենդբագը մեծ է, ու պետք է գնա բագաժ,
Նախ սկսենք դրանից, որ ես գնացել էի սխալ գետ էի կանգնել, fast tracking էի կանգնել, որտեղ որ դեպի կլիենտներն են կանգնում, տիպը ես ֆրանսերեն չգիտեմ, տենց գնացեմ կեսից եմ հասկացա, որ այդ գետի տակ եմ կանգնել, սուս գլուխս կախտնացի, ասացի I don't understand French, ու իրանք 7 ժամ բացատրում են, որ դու սխալ տեղ ես կանգնի աղջիկ ջան, в общем, վերջին չի գնալի, ասին հելի ռադիկալ չստեղից, կարճ ասած, այդտեղ մի հատ արկածներ էր և դրանից հետո ես ինչպես սովորական ուշ հասկացող աղջնակ ինձ հետ վերցրել էի բագաժը, բերել էի ուզում էի մտցնել սամոլյոտ Եկան ձեռիցս տարան 7 ժամ համոզում եմ որ տանին, ասում եմ հետո ով է ինձ տալու, ասում եմ on the trail, հասկանում եմ on the train, ասում եմ on the train, ոնց ով է գալու train-ով տանի այդ անտրվակը, ասում եմ at the arrival, ազիզ ջան, որ կտանք քեզ վերջեմ քո բագաժը, կարճ ասած մե պատմություն, մե խինք, մե ուրախություն, վերջին անգամ վայելեք Ֆրանսիայի հրապարակ ուզում եմ ասել, վերջին անգամ վայելեք ինձ հետ Փարիզը և Փարիզի Օրլի օդանավակայանը, իսկ մենք դառնում ենք Վալենսիա, օգնած, ջարդված, չգնաց, ինչպես միշտ ես եկա նստեցի ինքնաթիռ և իմ քունը փախավ, բայց ես 5 ժամա պայքարում էի չքնելու դեմ, ու իմ քունը փախավ, շնորհակալություն ուշադրության համար, եթերում այսքանը Ճիշտ է Անդրևա գալիս, բայց մի քիչ կարակ տեսնեք, թե ինչ է կատարվում կպորտում։ Մի քիչ փորձեցի նկարեմ, լավ չի երևում Անդրևի պատճառով, բայց սիրուններ օրլին։ Սիրունները մաքուր էր և հրաշալի էր։ Նկարեմ, մի թեթև տեսեք, ոնց որ նույն ինքնաթիռը նստած լուրջ եմ ասում, տոշի նույն ձևի է, ինչ որ Հայաստանից ենք թռեկել, точно նույն ձևի, պրոստը միսիք առաջ եմ նստել, ժամանակ 7-ի էի նստել, հիմա 6-ի էի եմ նստել, լուրջ եմ ասում, ոնց որ նույնը է լինի, իսկ թվում է նույնն է։ Վերջապես լույսը բացվեց, իմ ձենաչիկը, ու վերջապես պատոհանից լույս կա, ոչ թե մութ ու ամպեր մանձրը, այլ տակ արև, ապետ երկինք, ու շուտով Վալենսիա։ Անկեղծ ասած այս հատվածից չեմ ուզում կտրել ու ուզում եմ թողնել ամբողջ տեսարանը, որ տեսնեք։ Սա առաջին պատկերն է, որ ես հանդիպեցի մինչ Վալենսիա քաղաք իջնելը։ Այո, Վալենսիա քաղաքը վերևից։ Ափերը վալենսիական, քաղաքի պատկերը, այն ամենը, ինչ հետո դարձավ իմ վալենսիական կյանքի ու իմ իսպանական կյանքի անբաժանելի մասը։ Հատվածներ, որոնք որ ես առաջին անգամ տեսնում էի վերևից եւ հետո կյանքում իրականում այցելեցի բոլոր այդ հատվածները, Վալենսիայի հիմնական գետն եք տեսնում, որը ջրհեղեղի պատճառով հետագայում ընդամենը 1.5 տարի հետո ավերեց վալենսիական այդ տարածքները, որ հիմա դուք տեսնում եք ամբողջական, ամբողջ ավիրվեց, գետ, որ սպանեց շատ կենդանիներ, տարավ շատ մարդկանց կյանքեր, տարավ շատ մարդկանց կառուցված բնակարանները, ավիրեց հողերը եւ այլն եւ այլն։ Այս պատկերը նայելից անգամ պատկերացում էլ չունեի, թե հետագայում ինչ է սպասվում ինձ այս ամբողջ քաղաքի մակերևույթին, անգամ պատկերացում չունեի, թե այս ամբողջ տարածքում որն է լինելու իմ բնակարանը, որտեղ եմ ես ապրելու, որտեղ է շարունակվելու իմ կյանքը, անգամ պատկերացում չունեի, որ ես այսքան երկար կմնամ այս քաղաքում, կապրեմ, կանվանեմ իմ տունը, վերևից նայում էի, ինձ թվում է շատ գեղեցիկ պատկերներով, մի գեղեցիկ քաղաք ու պատկերացում չունեի, որ այս քաղաքը մի օր իսկապես կդառնա իմ տունը, հավասար իմ հայրենիքին, իհարկե հայրենիքը միշտ առաջին տեղում է, բայց այդքան հարազատ ու տուն կդառնա ինձ համար այս քաղաքի, իհարկե քաղաքի այն հատվածն եք տեսնում, որը որ դեպի ավելի գյուղական համայնքներ է գնում, բայց այստեղից արդեն շարունակվում է դեպի Վալենսիա քաղաքը, այս հողատարածքներում աճեցվում են Վալենսիայի համեղ մրգերը, չգիտեմ, այստեղ են մանդարինի, նարինջի արտերը, այստեղ են բրինձի արտերը, այստեղ են
ձիթապտղի արտերը, այն ամենը ինչով որ աշխարհին հայտնի է Վալենսիան։ Ես իհարկե շատ հետո ուսումնասիրեցի այս ամենը, շատ հետո ինձ համար պարզ դարձավ, արդեն այս հատվածից մոտենում ենք իսկապես Վալենսիա քաղաքին, իհարկե օդանավակայանը բավականին հեռու է գտնվում քաղաքից եւ այդքան էլ վառ պատկերացում չես կարող ունենալ, երբ որ քաղաք ես իջնում, մի փոքր ավելի հեռվում է քաղաքը գտնվում, բայց սրանք պատկերներ են, որոնք որ հետագայում ես արդեն նայում եմ ու արդեն գիտեի անունները այս տարածքների, որոշ տարածքներով անգամ անցա մեքենայով, ինքս քայլեցի, կարճ ասած սկզբում շատ օտար էր ու հետո դարձավ շատ հարազատ ու հետո դարձավ մի վայր, որտեղով որ ես արդեն քայլում եմ սիրով ու ինձ համար շատ հաճելի վայր է։ Արդեն մոտեցանք քաղաքին, վայրեջքի ժամանակ չեմ կարող բացատրել ինչ էմոցիաներ ունեի, բայց ամենադրականն ու վառն էին, այնքան վառ ու դրական, այնքան լուսավոր ու պայծառ ինձ ընդունեց Վալենսիան, որ ես հասկացա, որ այդպես էլ շարունակվելու է։ Ու կարճ ժամանակ հետո, մոտավորապես երևի 10 օր հետո վայրեջքից հետո ես որոշեցի, որ կմնամ այս քաղաքում։ Այստեղ էլ արդեն իջել եմ, 27-ից ու գնում եմ։ Ասել որ տրաքած եմ, կարելի է ասել ոչինչ։ Ոչինչ չասած։ Այո, ես տրաքած եմ։ Հալի ցնգած եւ փորձում եմ հասնել տեղ։ Всё, հասանք Վալենսիա, բարով խերով, սա վեշերը մոտեսա, գնում ենք լուսո գտնենք հիմա, так что սպասեք նորությունների, ես էլ Վալենսիայի այրոպորտը նկարեմ։ իսկ թե ինչպես շարունակվեց իմ վալենսիական կյանքը, արդեն դուք ինքներդ կարող եք տեսնել իմ հետագա վլոգներում։ Չէ, դուք է, իստված կոֆեի համար է բերե։